Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Քննարկում ենք Վահագն Ալեքսանյանին ազգային ժողովի փոխնախագահի թեկնածության հարցը եւ ցանկանում եմ ասել, որ պարոն Ալեքսանյանը երիտասարդ քաղաքական գործչի լավ օրինակ է, թե ինչպես հասնել հաջողությունների բացառապես ազնվության, քաղաքական համոզմունքի եւ աշխատասիրության միջոցով։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, պարոն Ալեքսանյան, հիմա անցնեմ բուն ելույթիս։ Մի քանի օր է ուսումնասիրում եմ, հետևում եմ բոլոր ելույթներին, թե ընդդիմադիր խմբակցությունների եւ թե մեր իշխանական խմբակցության եւ մի քանի օր տեղի ունեցած նիստերից հետո արդեն կարելի է ենթադրել եւ կարելի է կարծիք ասել, որ ստացված է, կարծում եմ, պարոն Ռուբինյանի եւ մեր քաղաքական թիմի առաջարկը մասամբ կամ մեծամասամբ եւ ողջունում եմ այդ ընդդիմադիր պատգամավորներին, ովքեր որ պահպանում են այս պայմանավորվածությունը, իսկ այն պատգամավորները, ովքեր որ չեն պահում կամ առնվազն այս պահին չեն ցանկանում պահել այդ պայմանավորվածությունը, կխնդրեմ խմբակցությունների ղեկավարներին հորդորել եւս մեկ անգամ կոչ անել առնվազն վերադառնալ զրոական կետի։ Մենք մի անգամ էլ պարոն Կարապետյան, Տիկին Գրիգորյան կսպասենք ձեր քննարկումներին։ Հիմա արդեն անցնեմ ելույթներին, որոնք որ տեղի են ունեցել վերջին օրերին եւ անդրադառնալ պետք է անպայման եւ կսկսեմ իհարկե իմ նախկին եւ արդեն ներկա գործընկեր Մեսրոպ Մանուկյանից, քանի որ Երևանի ավականիում միասին ենք աշխատել եւ այժմ միասին ենք աշխատում կրկին։ Պարոն Մեսրոպ Մանուկյան, դուք ասում եք եւ խոսում եք մանկապարտեզներից, դպրոցներից, բայց այս մարդկանց պետք է ասել, պարոն Մանուկյան, որ Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հիմնել էր քննիչ հանձնաժողով, որը քննում էր 90-ականներից մինչև 2018 թվականը օտարված մանկապարտեզների հարցը, ում օրոք է դա տեղի ունեցել, ինչ պայմաններում, եւ հրավեր է ուղարկել ընդդիմադիր խմբակցություններին, այդ ժամանակ դուք այնտեղ ընդդիմադիր խմբակցության անդամ եք, եւ դուք չեք եկել եւ չեք մասնակցել այդ քննարկումներին։ Դրա մասին պետք է այս մեր գործընկերները բոլորը իմանան, իհարկե մեր սիրելի քաղաքացիները, ինչի համար դուք չեք եկել մասնակցել այն քննարկումներին, որը որ առաջնային է եղել Հայաստանի Հանրապետության եւ Երևանի համար, եւ երևանցիների եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Գայք հասկանայք, որ նախագահի, որ քաղաքապետի օրոք ա եղել այդ օտարումները, որ այսօր գիշերային ակումբներ, հյուրանոցներ են դարձել այդ մանկապարտեզները կամ մասնավոր այլ սեփականություններ, ու դուք այսօր եկել եք ասում եք, քանի մանկապարտեզ եք դուք կառուցել կամ նորոգել կամ հիմնանորոգել։ 2020 թվականից մինչև 2026 թվականը 43 մանկապարտեզ է հիմնանորոգվել եւ նորոգվել, վերակառուցվել Երևան մայրաքաղաքում։ Եվ այժմ կան բազմաթիվ մանկապարտեզներ ընթացքի մեջ, որոնք կատարվում են շինարարական աշխատանքներ։ Կան խնդիրներ, այո, իհարկե կան խնդիրներ, որովհետեւ այնտեղ չկա խնդիր, որտեղ չկա աշխատանք։ 300 դպրոց 500 մանկապարտեզ կառուցող կառավարությունում չեն կարող չլինել խնդիրներ, եւ մենք հենց այդ կառավարությունն ենք։ Կամ ասենք խոսում եք ինչ-որ շինարարական տենդերներից, դուք չգիտեք ին վերաբերմունքը ոնց է առհասարակ անբարեխիղճ շինարարների նկատմամբ ու մասին, անկախ իր քաղաքական պատկանելությունից։ Ասում եք ԱԲԲ-ի մասին, ԱԲ-ն Քոչարյանի հետ փոխկապակցված ինչքան էլ պարոն Քոչարյանը հիմա մերժի, բայց ասում եք հերո բարեկամ է, բայց բարեկամ է։ Եթե մենք քաղաքական հետապնդող լինեինք, պարոն Քոչարյան, մենք կթողեինք ձեր հետ փոխկապակցված անձը թեկուզ հերո մասնակցել տենդերի շինարարության ու հանրապետությունում բազմաթիվ են այդ տենդերները, որոնք որ ձեր հետ փոխկապակցված մարդիկ են հաղթում։ Նախկին իշխանությունների Պարոն Մանուկյան, ես բազմիցս ասել եմ, այն մարդը, այն պաշտոնյան, անկախ իր պատկանելությունից քաղաքական եւ այն բիզնեսմեն, ով որ հարկատուների վճարված գումարները կվատնի, այդ մարդը պետքա դատվի ու դատվում են այսօր, ու էլի դատվելու են։ Ու ես այն մարդն եմ, որ միշտ լինելու եմ այդ թեզը առաջ տանող, անկախ իր քաղաքական պատկանելությունից ու անկախ իր զբաղեցրած պաշտոնից։ Հաջորդը ցանկանում եմ անդրադառնալ Տիկին Աննա Գրիգորյանին, Տիկին Գրիգորյան, ասում եք Կապանում կա մի տարածք, որը որ
պատմամշակութային է եղել եւ կա գոմ էր եւ մենք այդ գոմ հիշեցնող տարածքը վերցրել ենք իմ ձեր ամուսնու ընտանիքը եւ բիզնես պրոյեկտ է իրականացրել։ Ինչ վատ բան ենք արել, որ բիզնես պրոյեկտ ենք իրականացրել, կապանը չուներ Սկոսերա, հիմա արդեն ունի Սկոսերա։ Բա գնացեք Ռոբերտ Քոչյանին հարցրեք, խիա պատմամշակութային տարածքը գոմ, ինչպես դուք եք անվանում։ Այդ մեր կառավարությունն է, որ պատմամշակութային կոթողներն ու տարածքները բազմաթիվ ու տասնյակներով վերակառուցում ու վերանորոգում է։ Ու այն եկեղեցին էլ, որը որ իրանցում է այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում, դուք ասում եք Ադրբեջանին անցնում, էդ էլ։ Հիմա անդրադառնեմ պարոն Քոչարյան ձեզ, քանի որ դուք էլ խոսեցիք ձեր հոր կառավարման ժամանակահատվածում Հայաստանում ճակերտների մեջ եղած խաղաղության մասին եւ տնտեսական զարգացման եւ աճի մասին։ Ինչ խաղաղության մասին է խոսքը, պարոն Քոչարյան։ Այդ 10 տարվա ընթացքում դուք գիտեք, քանի վիրավոր եւ քանի զոհ ա եղել դիպուկահարի կրակոցից կամ այլ պայմաններում։ Դուք գիտեք։ Խաղաղություն է, իսկ արդեն Հայաստանի Հանրապետությունում պետական սահմանին, այլ ոչ թե շփման գծին, ինչպես դուք եք սիրում ասել եւ ասում եք տասնամյակներ շարունակ, պետական սահմանին 2 տարուց ավելա չկան վիրավորներ եւ զոհեր։ Իրական խաղաղությունը հենց այդ է։ Շփման գիծ։ Եվ ես իհարկե կանադառնամ պարոն Կարապետյան ձեզ։ Ես գիտեմ, որ դուք հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք, հավատացյալ, մենք հանդիպել ենք պատարակներին, տեղյակ եմ, որ գրեթե ամեն շաբաթյա ռեժիմով մասնակցում եք Սուրբ Սարգիս եկեղեցում պատարակներին։ Ենթադրենք, ես 2 հարց ունեմ, էլի ձեզ, խնդրեմ ձեր ելույթում կամ հնարավորության դեպքում պատասխանել։ Ենթադրենք դուք չգիտեք, որ հայ առաքելական եկեղեցում կա կուսակրոնության ուխտը խախտած եկեղեցական, ընդ որում բարձր մակարդակի եկեղեցական, ինչպես կվերաբերվեք դրան, եթե դուք համոզվեք կամ եթե դուք ինքներդ ձեզ համոզեք։ Եվ մի շատ արդիական հարց եմ ուզում ես ձեզ տալ, որը որ վստահաբար առաջիկա 5 տարիներին քննարկվելու է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում, ուր են 300,000 ադրբեջանցիները, պարոն Կարապետյան։ Ինձ բազմաթիվ քաղաքացիներ, մենք քարոզչություն ենք իրականացրել մոտ 1 ամիս Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, Երևան քաղաքում, Երևանի վարչական շրջաններում հարց են ուղղել, ես հիմա որ գամ ձեզ հարց տամ, ասան խնդրում ենք, մոտ Նարեկ Կարապետյանին հարցրեք, խիա մեզ սպառնացել, խիա մեզ ահ տվել, ուր են այդ 300,000 ադրբեջանցիները, երբ են, ինչ արինելու իրանց հետ, ով դրա պատասխանը ով է տալու, պարոն Կարապետյան։ Մեր ժողովրդին վախեցնելու, մեր ժողովրդին ահ տալու պատասխանը ով է տալու։ Ձայն կորզելու միջոցեր, թեզեր, այդ թեզը կոտրված է, որովհետև դուք անգամ այդ դեպքում ընտրակաշառքի միջոցով եք այսօր հայտնվել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում։ Բազմաթիվ են ապացույցներն ու հրապարակումները, բազմաթիվ։ Խնդրում եմ այս հարցերին կանադառնաք, ուրախ կլինեմ լսել, շնորհակալություն, այսքանը։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։